Եթե մարդը այսօր գործանը գնելա լիարժեք որոշումով 25 տարի անցել է, 25 տարի աշխատել է, ներդրում արել, մարդիկ աշխատում են, ամսական 500 միլիոն դրամ հարկ է տալիս, ու դրանից հետո ասենք թե նայում են, որ հակառակ ենք խոսում, ճիշտ ենք խոսում, ժողովուրդը ընդունում է, հավատում է, վստահում է, ո՞ց է կապում, արդեն ասում են բռնելու, խլել, ես ցավը տանեմ, ես ասել եմ իմ հայրենիքի ունեցվածքը չեմ փոխել, օրենքի առաջ բոլոր հավասար են։ Բայց ես ժողովուրդ ջան, նորից եմ ասում, այսօր հիմնական հարցերը Ծառուկյանը զրոյից կայացած մարդը սաղ գիտի, գիտակցում է, մոտենում է, ինձ դնում եմ ձեր տեղը։ Այսօր դրել են Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնում են։ Եղբայր, քու բարեկամ երկես քեզ փչացնում։ Այսօր տնտեսական պատերազմ, ես մի ամիս առաջ էի ասում, կողմ որոշվեք, այլ պատկերացնելով, այսօր մարդիկ, այդքան մարդ դուրս աշխատում է, գումարներ է ուղարկում, տարեկան ամսական Ռուսաստանից 160 միլիոն դոլար գումար է գալիս, տարեկան 3 միլիարդ գալիս է, ասենք թե Ծիրանից, Խաղողից, Ձգից, որ ասենք թե Ծաղիկից ուղարկում են Ռուսաստան շրջակոնյակից, հիմա եթե շուկաները փակվել են, այսօր հայտարարում են, որ մենք այդ փողերը տալու ենք, այդ տալուց եկեք հլը թափածը մի հատ հաշվեք, թափում են մարդիկ օրեկան, մարդիկ վարկ են վերցել, բան են ձեռնարկել, հույսով ավատով, ամիսը բրծել, այսօր աշխատավարձ պտի տա, այսօր հարկ պտի տա, այսօր բանկին տոկոս պտի տա, որ այդ սաղ ավիրվեց, մենք այլ ընտրանք ունենք նոր շուկաներ, ժողովուրդ ջան, 10 տարի չեն կարա շուկա բացեն Եվրոպայի հետ, այսօր Թուրքիան չի կարում բացի քանի տարի, այդ ոնց եք Եվրոպայի շուկա բացելու, այդ ժողովուրդը սննկանալու է, քանդվելու է, չորանալու է, չի լինելու, այլ հակառակը պետք է հարաբերությունները պահեն, այսօր տնտեսությունը չի լինում կամ իշխանամետ կամ ընդդիմադիր, տնտեսությունը չի լինում արևմտյան կամ ռուսական, այդ տնտեսությունը հիմնական կամ աշխատում է, կամ զարգանում է, կամ ծաղկում է, կամ քանդվում է, այսօր քանդման եզրին կանգնած են, ու ասելու մի բանի փողնել եմ տալու, ծաղկի փողնել եմ տալու, դե տվեք, եկեք արձանագրեք, ով է տվողը, ինչքան են թափում, սուտ ասելով երկար ճանապարհ չկա ժողովուրդ ջան, այն ժամանակ էլ էին ասում, մենք եկել ենք Արցախը պահելու նոր բանակցություններ, Արցախը Հայաստանա ու վերջ, մենք չենք եկել հող տալու համար, ու գնաց Չեխիա հայտարարեց, որ Արցախը դա Ադրբեջանա ու վերջ, այսօր էլ նույնը, այս ընտրությունները լինելու է և եթե իրենք հաղթեցին, մի 6 ամիս հետո ասելու է, որ ասենք թե այսօր Սևան Ադրբեջանցին ասում է, դա Գյոնչան է, և Երևանը Էրիվան է, նրանք այսօր ամսի 18-ին, հունիսի 18-ից 19-ը կայանում է ֆորում, Ադրբեջանը իր տարածքները դայնելու արևմտյան Ադրբեջան ստեղծելու համար, ես փաստացի եմ ասում, կարան հակառակ ասեն տես բան չկա, ու մեկ է, որ ասում են մենք խաղաղություն ենք բերել, ժողովուրդ ջան, բերել են թող այդ ցուղթը, մի հատ ցույց տան հեռուստացույց, որ ստորագրած է խաղաղություն, որ այդ պատերազմ չի լինելու, զարգանալու է, չկա այդպիսի թուղթ, կա բանավոր պայմանավորություն, որ այդ պայմանավորությունները մենք անընդհատ պահանջներ, որ պետք է կատարենք, պետք է ժողովուրդն էլ գա մնա, պետք է ես լինի, պետք է էլ լինի, անգլանները պետք է տան և ոչ մի զարգացում չի կարա լինի, ես ինչ որ ասում եմ, ածած համար պատասխանատու եմ, մեր ծրագիրը, իմ ծրագիրը, ժողովրդի մեջի ծրագիրն է, որ շփվելով, հատ լսելով, թոշակառուին ժողովուրդ ջան, վերջ օրը բերել են, մի ամիս առաջ 10,000 դրամ բարձրացրել են, լավ է կարել թոշակառուի ցավը տանեմ ես, լավ է կարել, բա որ թոշակառուի նվազագույն, ծախսը մի մարդու 78,000 է, դու 10,000 ավելացնելով, մարդուն դարավ 49,000, ոնց է ապրելու, թողասի ոնց, 10,000 ավելանալով, նվազագույնը 78,000, ամեն ինչը թանկացել է, ավետան, մեր ծրագրում, մինչև 100,000 ու դրանից հետո ավելանալու է, այսինքն ոչ թե գումարը դրանց է, ժողովուրդ ջան, իմ ասածը
որ պետք է կարողանան կազմակերպեն կապ ունենան, տնտեսություն զարգացնեն, խոշոր ծրագրեր իրականացնեն, որ երկիր փող մտնի ժողովուրդ, որ կարողանան տնտեսություն բյուջեում գումար լինի, 1% տնտեսական աճը 25 միլիարդ է, որ պետք է 10-12% տնտեսական աճ լինի, որ այդ գումարներն օգտագործեն թոշակ բարձրացնելու, ուսանողի համար, ոնց է թոշակառուի համար, բոլորի համար, սա պետք է կազմակերպի։